Արտուր, վերջի ժամանակներում ամենաշատ հնչող բառը ինքնությունն է։ Ինքնությունը դարել է քաղաքական բառ եւ 26 թվականին ընտրություններ են սպասվում, առաջանում է հարց. դա զուտ քաղաքական ընտրություններ են, թե նաեւ ինքնության ընտրություններ են։ Կա մի վարչապետ, որը մեր ունեցած ինքնությամբ, որը ձևավորվել է, ինքը դավաճան է։ Արցախում պարտություն է կրել, որ եւ նաեւ այդ պարտությունը եղել է իր պատճառով, իր խոսքերով, որովհետեւ ինքը չգնաց որոշակի զիջումները, որ իրեն դավաճան չասեն, զիջեցինք ամեն ինչ, նույնիսկ Հայաստանի տարածքներ։ Եվ որպեսզի ինքը չլինի դավաճան, պետք է ինքնությունը փոխել, այսինքն փոխված ընտրությունով ըստ իր խոսքերի Արցախի պարտությունը հաղթանակ էր։ Ինչի համար, որովհետև կար կայսրություն, որը հայ-ադրբեջանական այդ կոնֆլիկտը օգտագործում էր, որպեսզի ներկա լինի տարածաշրջանում, եւ մենք պարտվելով ինքնիշխանություն ենք ձեռք բերել։ Կարելի է շարքը շարունակել, որովհետև իր ինքնության այդ բանով, տրամաբանությամբ ինքը նաեւ մյուս շերտերին է կպնում, որի ընթացքում մենք հիմա կխոսենք։ Առաջանում է հարց. 26 թվականի ընտրությունները դա միայն քաղաքական ընտրություններ են, դա իշխանությունն է ընտրվելու Հայաստանում, թե սա նաև ինքնության ընտրությունն է եւ արդյոք Հայաստանի քաղաքացիները այսա ընկալում են այդպես, որ սա նաև ինքնության ընտրությունն է։ Ստեփան, հարցը պարունակում է մի քանի հարց։ A. Փոխել ինքնությունը, B. Ընկալվում է դա տենց թե ոչ, եւ C. Ենթադրում եմ կստացվի թե ոչ։ Սկսենք ընկալվում է դա թե ոչ։ Ընկալման տեսակետից ես կասեի հասարակության մոտ 40%-ի համար դա ինքնության խնդիր է լինելու ընտրությունները։ Այս հարցերին պատասխանելով մենք պետք է հասկանանք, թե ինչ բան է ինքնությունը։ Ինքնությունը բաղկացած է նախ դրա բացատրությունները տարբեր են, ու տենց միանգամից մոտենալ է այդ հարցին, այն հարցին, որը որ դու ես ասում, կարծում սխալ կլինի։ Ի սկզբանե ինքնության տեսությունները եկել են 19-րդ դարից, ուրեմն կան տարբեր մոտեցումներ այդ ամեն ինչին, մեկը որ դա, ասենք, սոցիալական կառուցվածք է, այսինքն մարդը ինչ որ դերակատարություն է վերցնում իր վրա, ու դա կախված է այնից, թե ինքը ինչ առաջնահերթություններ ունի։ Սոցիալական կառուցվածքում ինքը ինչ դեր ունի, ինչ դերեր ունի, որտեղ է իր դերը։ Կա Ֆրեյդի հայտնի տեսությունը, համաձայն որի դա ենթագիտակցական ձևավորվում է փոքրուց, 20-րդ դարում դրան արդեն նայում են որպես դինամիկ բան, այսինքն որ ինքը կարող է ընթացքում փոխվել, եւ ավելին, որ դա պետության մեջ եղած ռոպագանդայի արդյունք է նաեւ, թե վերջնական մարդու ինքնությունը ինչ է։ Միայն պետության, թե նաեւ խոսացող գլուխները, որոնք հանրային կարծիք են ձևավորում։ Նաեւ խոսացող գլուխները իհարկե այդ ամեն ինչ որ ազդում է, այսինքն այդտեղ կա 20-րդ դարում այդ նաեւ տեսությունները, որ ոչ միայն պետությունը, այլ նաեւ այսպես կոչված արժեքավոր եսերը, այսինքն այն մարդիկ, որոնք որ իմ համար կարեւոր են։ Օրինակ, եթե իմ համար Ստեփան Դանելյանի խոսքը կարեւոր է, ապա այն մարդիկ, որոնց համար տենց կարեւոր է, Ստեփան Դանելյանի ասացները կլինեն իմ համար ինքնություն ձևավորող ուղենիշ։ Այո։ Հիմա տեսնենք, թե հետեւաբար ինքնությունները տարբեր են, հա։ Դա մարդու եսն է։ Շատ կարեւոր է հասկանանք, թե դա ինչ է իրանից, դա մարդու եսն է։ Ով եմ ես հարցի պատասխանն է։ Ինչի է դա կարեւոր, թե ինչ է նշանակում ինքնություն։ Եսից այն կողմ որևէ բան գոյություն չունի։ Հա, այսինքն ես պետք է ինքս ինձ քանդեմ, ջարդեմ, վերացնեմ, որ համաձայնվեմ այն ամեն ինչի հետ, ինչ որ ինձ պարտադրում են։ Արտուր, խոսքդ կտրեմ, Իսրայելում Ալիայի ժամանակ, Ալիան դա նա է, երբ որ հրեաները վերադառնում են կամ գնում են Իսրայել եւ օդանավակայանում իրենց դիմավորում են այլ պատասխանատու անձնավորությունները եւ մի հատ ծես գոյություն։ Ծեսը հետեւյալն է։ Ասենք մարդուն արագորեն հարցնում են. ով ես դու։ Ինքը պատասխանում է ով է ես, արագ պետք է պատասխանի առանց մտածել, հետո ասում են էլի ով ես դու, ով ես դու, ով ես դու։ Ինքը ասում է ես հրե եմ, հայր եմ, մայր եմ, ընկեր եմ, իսրայելացի եմ, ռուսաստանցի եմ եւ այլն, առանց մտածելու ինքը այդ հարցերին պատասխանում է եւ
այդ ցեստի միջոցով իրենք փորձում են հասկանալ այդ մարդու ինքնությունը, չէ, եկել է Իսրայել, իսրայելացի կդառնա, չի դառնա, իր համար որ արժեքներն են կարևոր եւ նաեւ շատ կարևոր է թե հերթականությունը ինքը որն է ասում։ Եվ դրանով որոշում են թե այս մարդու ինքնությունը որն է եւ իր հետ ինչ աշխատանք տանեն որպես նոր իսրայելացի, նոր հայրյա, ինչ որ առումով այդ աշխատանքներն ինչ ուղղությամբ իրականացան։ Իհարկե, բայց դա ընդհանրապես մի ձև է, Ստեփան, այսինքն մենք խոսացինք այդ Ֆրեյդի տեսության մասին, այսինքն այն տեսությունները, որոնք որ ինքնությունը բացահայտում են մինիմում ինքնա ենթագիտակցության մակարդակով, դա պետք է արագ պատասխանել լինի, բայց կա այսպես կոչված մտածված ինքնություն, որի դեպքում արագ պատասխանել պետք չի, ու ես կարամ մարդուն հանգիստ ցանկացած մարդ կարող է հանգիստ պատասխանել թե ինքը ով է, ավելին ես կարամ իրան տամ որոշակի ուղենիշներ, թե ինչ է ինքը համարում իր եսը։ Այստեղ ուրախալի նորությունը նա է, որ Հայաստանում ընդհանրապես հայերի մեջ ու դա փոքր ազգերին բնորոշ բան է, հայերի մեջ էթնիկ իդենտիֆիկացումը շատ ուժեղ է։ Իսկն ավելի քան 90% մոտ, այսպես թե այնպես, առաջի, երկրորդ կամ երրորդ պատասխանով կասեն, որ իրենք հայ են։ Կամ եթե մեկի մասին խոսում են, ասում են ինքը լավ հայ է, չեն ասում լավ մարդ է կամ լավ հայ է, լավ հայ է։ Մենք էլ նույնպես ունենք բազմաթիվ հասարակության մեջ կամ բազմաթիվ նույնականացումներ, հա, մենք էթնիկ մեր նույնականացումը ինքը առաջնային է։ Այսինքն եռյակի մեջ 95%-ի մոտ կա։ Այստեղ մենք ունենք այլ նույնական, որոնք նույնպես կարևոր են, հա, այսինքն եթե մենք ունենք, ասենք, գենդերային, հա, տարբեր տեսակի եւ տատիկ, պապիկ, մայր, հայր, ես տղամարդ եմ, ու որոնք նաեւ կազմում են այն թե ինչ է նշանակում հայը։ Հիմա այս նույնականացու իհարկե այնտեղ կան նաև ճիշտ տղա, հա, ես ճիշտ տղա եմ, լավ տղա, կան ասենք ես տան աղջիկ, ես երաժիշտ եմ, շատ փոքր բաների անցանք, բայց հիմա կենտրոնանանք ազգային նույնականացման վրա։ Իսկն նշեցինք, որ իրենք շատ են Հայաստանում, հետևապես հայկական ինքնությունը փոխելը դա ես կասեի անհնար բան է։ Դրա համար որ մնացած բոլոր ինքնությունները այսպես թե այնպես կապված են այդ բաղադրիչի հետ։ Իսկ եթե ես իմ հայ ընկալումը կարա հայկական ինչ է հայը կոդավորված չի։ Հետևապես տարբեր մարդիկ ընկալում են տարբեր ձևով։ Արտուր, խոսքդ կտրեմ, օրինակ բերեմ, օրինակները կարևոր են, որպեսզի հասկանանք։ Օրինակ չեչենների մոտ կա կոդիֆիկացված ինքնություն, կոնահալա է կոչվում, որտեղ հստակ գրված է ով է չեչենը։ Չեչենը բացի նրանից, որ ինքը չեչեն է էթնիկապես, ինքը չեչեներեն է խոսում, չեչնյան իր հայրենիքն է համարում, բայց կա հստակ արժեքային համակարգ։ Չեչեն տղամարդը դա քաջ տղամարդ է, որի համար ամենակարևորը պատիվն է։ Ավելի լավ է մեռնել, քան պատիվը կորցնել։ Իսկական տղամարդը նա է, որը թույլերին օգնում է, տարիքով մարդկանց հարգում է, կանանց ինքը պաշտպանում է, կարևոր չէ թե իրավիճակում ինչ-որ մի կին է կնոջ նեղացնում են, ինքը պետք է միջամտի որպես տղամարդ եւ այլն, հա։ Արյան վրեժը, նաեւ չեչենների մոտ շատ կարևոր է արյան վրեժից հետո գալ հաշտության, դա էլ է տղամարդության, արժանապատիվ հաշտության։ Հիմա գանք քրիստոնեության գաղափարին, ինչ էր քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը աշխարհը փոխեց, նոր սոցիումներ ձևավորեց, կայսրություններ, պետություններ, ազգեր եւ այլն։ Իսկ ո՞րն է քրիստոնեության իմաստը։ Քրիստոնեության իմաստը վերցնենք 10 պատվիրան, հա, հիմնականը։ Մի գողացի, մի շնացի, հարգիր ծնողներիդ, սուտ մի խոսա, այսինքն միջ անձնային հարաբերությունների ձևավորման կոդեքսներ էին եւ բարոյականության հիմքերը։ Հիմա երբ որ մենք խոսում ենք ով է հայը, որն է հայ ինքնությունը, խոսում ենք մի այդ հայը, ասենք Արարատը պետք է խորհրդանիշ լինի, հայը ցեղասպանությունը պետք է հիշի, հայը
Այդ նման կարգի բաներ են, բայց կոդեքսների առումով, որ հայը պետք է ստախոս չլինի, հայը պետք է լինի բարի, պետք է մեծերին հարգի, այդ կոդեքսները փաստորեն գոյություն չունեն։ Նա 2018 թվականին կարծես թե ինչ-որ կոդեքս կարար առաջանալ, որտեղ Սերժ Սարգսյանը ասեց, ես այլևս չեմ հավակնի լինել ղեկավար, հետո նորից դարձավ վարչապետ, եղավ հեղափոխություն, դեռ հիմնական կարգախոսը ոչ ստիներ, կարելի էր ենթադրել, որ սուտ խոսելը արդեն վատ բան է եւ սուտ խոսելու համար պատժվում են։ Բայց արդյունքում եկավ մի ղեկավար, որը գենետիկորեն ստախոս է եւ 18 թվականից այսյան բոլոր հնարավոր ստերը ասել է եւ պարզվում է, որ սուտը որպես կոդեքս չմտավ մեզ մոտ, որպես հայի արժեքային համակարգ։ Հա, չմտավ, բայց այն որ մենք ասենք ընտանիքը չկա, ով է հայը, կա պատկերացումներ նրա մասին, թե ով է հայը։ Նախ հայկական ինքնությունը փակ ինքնություն է։ Թե ռուսները կամ ֆրանսիացիները կարան պատկերացնեն, որ հայը դառնա ռուս, հայերի մոտ այդ կոդը փակ է, ու շատ փակ է, ասենք 100%-ով փակ չի, հատկապես Սփյուռքում կարելի է տեսնել ինչ-որ բաներ, երբ որ ասենք ավելի շատ հայականց թե մենք, ինչ-որ օտար ազգի նկատմամբ այդ պատկերացումները, բայց նախ եւ առաջ դա սիմվոլներն են, հա, ով է հայը։ Դա ցեղասպանությունն է մեր սիմվոլը, հա, լեզուն, եկեղեցին, Արարատը, հա, մեր մշակույթը ու քրիստոնեությունը, այսինքն եկեղեցին քրիստոնեությունը։ Իհարկե շատ հետաքրքիր է, որ հայ հավատացյալները ասում են մենք քրիստոնյա ենք, իսկ այդ աղանդավորները ասում են մենք հավատացյալ ենք։ Իսկ սրանք քրիստոնյա են, նրանք հավատացյալ են։ Հիմա ինչի եմ ես դա ասում, հասկանանք ուրեմն հայկական այս ինքնության մեջ կա լավ ընկեր ու համայնք, հա, հետևապես լավ հայը լինելը նշանակում է ինչ որ մարդկանց համար լավ մայրը լինել, լավ հայրը լինել, լավ եղբայրը, ընտանիքը որպես համայնքի փոքր տեսակ ինքը շատ կարևոր է։ Մենք ունենք մի իդենտիֆիկացում, որը որ դարել է հենարանը այդ գործող վարչապետի ուրեմն ասույթի համար, այդ ես մարդ եմ, հա, իսկն իր համար ազգային իդենտիֆիկացիան 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղերում է։ Եվ պետությունը նրա համար է, որպեսզի լավ ապրենք։ Հա, պետությունը նրա համար է, որ մենք լավ ապրենք, այսինքն ես մարդ եմ, պետքա լավ ապրեմ, մնացածը երկրորդ լավ ապրի, հա, դա ամենակարևոր բանն է։ Արտուր խոսքը Բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, որ ես չմոռանամ, սա մի հատվածն է, մյուս հատվածը, որը որ ունի քաղաքական իդենտիֆիկացումներ, այսպես կոչված ծայրահեղ լիբերալները, իրանք իրականում բավական ազգայնական են, ընդհանրապես իրանք ունենալով առաջնային քաղաքական նույնականացումներ, իրանք պատկերացնում են, որ հայկական իդենտիֆիկացիաները, այդ սիմվոլները եւ արժեքները պետք է ինչ-որ ձևով ինտեգրացվեն արևմտյան արժեքահամակարգ աշխարհաքաղաքական համակարգի մեջ։ 18 թվականի իմ կարծիքով դավադրության ժամանակ դրանից հետո մի գիրք գրվեց, ովքեր արեցին հեղափոխությունը։ Եվ այնտեղ տարբեր տեսակետներ էին հնչում, այսինքն դա այն կազմակերպություններ, որին այս գործող վարչապետը 500,000-ից ավել դոլար է տվել ինչ-որ նման գաղափարներ ձևավորելու համար։ Այդ գրքում նաև այն միտքն է շոշափվում, որ հայը ինչ է, հայի հիմքում դրված է ընտանիքը, ասենք ընտանիքը առաջնահերթ է, եւ դա ընտանիքների հեղափոխություններ նաև, հա, որովհետև դեղ երբ որ երիտասարդները հանրահավաքի են գնում, արդեն տատիկ պապիկները հանուն երիտասարդների գալիս են հանրահավաքի, եւ այդտեղից այս գործող վարչապետը մի կարգախոս փորձեց օգտագործել, համարելով դե քանի որ հայերի մոտ առաջնային ընտանիքն է, կարգախոսը այս էր. Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է։ Հա, այսինքն ուրիշ մենք արժեքային համակարգ չունենք, ինքը փորձում էր այդ ընտանիքի վրա պոպուլիզմ խաղալ։ Բայց հետաքրքիրը այն է, որ դրանից հետո իր փաստացի կինը դահլիճում հավաքել էր կանանց
եւ դասախոսություններ կարդում, թե ինչ է իրենից ներկայացնում հայկինը։ Եվ ինքը ասում է, ես իմ կյանքում ոչ մի երջանիկ հայկին չեմ տեսել, որովհետեւ հայկին ինչա, դա տառապած, տանջված, ընտանիքի գերի, որի նպատակն է միայն երեխաներ ունենալ եւ այլն, հնազանդ լինել ամուսնուն եւ իսկ այն, ինչը կնոջը երջանկություն է բերում, դա համարում է անառակություն։ Այսինքն, որպեսզի երջանիկ լինել, ըստ իր խոսքերի, պետք է այդ ընտանիքի արժեքային համակարգը փլուզել։ Հիմա տես ինչ հակասություն է դուրս գալի։ Մի կողմից իր փաստացի ամուսինը ասում է ընտանիքն է արժեքը եւ երկիրն էլ ընտանիք է, որտեղ այլ արժեքային համակարգ չկա, հայերի մոտ իր պատկերացմամբ, եւ իր կինը սեքսուալ հեղափոխություն է փորձում քարոզել, որ ուղղված է ընտանիքի դեմ։ Նաեւ այս հակասությունները, որ իրենք չեն կարողանում, չեն կողնորոշվում իրենց պոպուլիզմի ինչ ուղղությամբ տանել։ Ստեփան, ես կարծում եմ, որ իր արածները ինչ որ ձևով մեկնաբանել անիմաստ է, ինքը կարա պամիդորով ձվածեղ սարքի, հետո հեծանիվ քշի եւ այլն, այսինքն դոլմա փաթաթի, չէ՞ էլ է պոպուլիզմի դրսևորում, այսինքն ինքը հայը դոլմա է փաթաթում, հայը դոլմա փաթաթող։ Հա, չէ, ազգային խոհանոցը կարևոր բան է, ոչ ամենակարևորը, բայց կարևորն է։ Իսկն իրանք ինչ որ բան միշտ անում են, ընդ որում այդ հակասությունները միշտ կան, ու այդ հակասությունները մենակ ես ու դու չենք, որ նկատում ենք։ Ամբողջ խնդիրը նա է, որ երբ որ այդ փաստացի կինը վարչապետի ասում է, որ կամ ընկերուհին ասում է, որ երջանկությունը ընտանիքից դուրս է ու դա մարմնական է, ամբողջ խնդիրը նա է, որ հայկական ինքնության մեջ անգամ այն մարդիկ, որոնց համար ընտանեկան դերակատարումը ավելի կարևոր է ինքնության մեջ, լավ մայր լներ, լավ կին լներ, դա շահկապված է հայկական ինքնության մեջ, այսինքն լավ լնելը, չէ, այսինքն ռուսների մոտ կարա լինի կամ ամերիկացիների կամ ֆրանսիացիների մոտ, երբ որ մայրը երեխաներին պատասխանատվություն չի կրում ու հոգատար չի եւ այլն։ Ուրեմն եթե դու հայ ես, դու տենց չպետք է անես։ Ես առաջտային կարող եմ ունենալ ինքնություն ու դա շատ տարածված է, հա, ասենք տասնյակ տոկոսներ են սա, ցավոք սրտի թվերը հիմա ես լավ չեմ հիշի ոնց է եղել, այս ընտանեկան ինքնությունը շատ կարևոր է, ինչ որ մարդկանց համար առաջնային է, բայց միևնույն ժամանակ ընտանիքի կառուցման ձևը եւ փոխհարաբերությունները իրանք բացատրում են հայ լինելով, այսինքն եթե իմ համար առաջնային ընտանիքն է, դա չի նշանակում, որ ես չունեմ հայկական ինքնություն։ Եթե ես հայկական ինքնության մեջ կա քրիստոնեությունը, հա, այսինքն եկեղեցուն երբ որ կպնում են, իրանք կպնում են այդ ինքնությանը, հա, հետեւապես իրանք ունեն մի խնդրեմ, եթե նայենք ինքնության տեսակետից, կա երկու մարդ, որին իրանք ոչ չեն կարող ասել, իրանք գալիս են ստեղ անում են թարս բաներ, քանի որ այդ փոխել մարդու եսը տոլմա փաթաթելով, լեկցիա կարդալով հնարավոր չի։ Արտուր, ես ուզում եմ ինքնությունը մենք խոսեցինք նրա մասին, որ ինքը փոփոխական է, բնականաբար ինքնությունը փոփոխական է։ Միջև հայ ինքնությանը գալը մի օրինակ բերեմ ֆրանսիացիների ինքնությունից։ Ֆրանսիացիները միջև 18-րդ դարը դա պետություններ հիմնված կաթոլիկ գաղափարի վրա, կաթոլիկ արժեհամակարգի վրա եւ միապետը կար։ Միապետն էլ իր իշխանությունը ստանում է Աստծուց։ Եվ բնականաբար եկեղեցին պետք է ուժեղ լինի, որ մարդկանց ասի, որ ենթարկվեք թագավորին, իր իշխանությունը Աստծուց է։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այդ ինքնության փոփոխություն տեղի ունեցավ եւ մտավ նոր արժեքային համակարգ։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն, շատ կարևոր է համերաշխությունը եւ երբ որ արմիությունը որևէ մի գործադուլ է կազմակերպում, հիմնականում ամբողջ Ֆրանսիան միանում է հանուն համերաշխություն, հանուն իրենց իրավունքների։ Եվ Ֆրանսիայում ոնց որ կա հայ, հայաստանցի, այդ բառը չկա, կա ֆրանսիացի։ Ֆրանսիացին ով որ ֆրանսերեն է խոսում, Ֆրանսիայի քաղաքացիություն ունի եւ այս արժեքային համակարգը ընդունում է, կարևոր չի թե ինքը ցակումով է, արաբ է, աֆրիկացի է, հայ է, կարևոր չի ինքը ֆրանսիացի է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինքնության տրանսֆորմացիա է տեղի ունեցել Ֆրանսիայում, որտեղ էթնիկ բաղադրիչի եւ
կրոնական բաղադրիչը կապ չունի, որտեղ կարևոր լաիցիզմը, աշխարհիկությունն է։ Հայերի մոտ ինչ որ առումով ինքնության փոփոխություն կատարվել է, որովհետև դարերով հայով էր, հայը հայ քրիստոնյան էր, որովհետև հայ ապրում էր կամ Օսմանյան կայսրությունում, կամ Պարսկաստանում, կամ այլ իսլամական երկրներում, որտեղ ուներ կարգավիճակ, միլլեթի կարգավիճակ, եւ հայը հայ քրիստոնյանա, որը գնում է հայկական դպրոց եկեղեցում, կից իր արարողությունները, որոնք շատ կարևոր են, եկեղեցում է կատարում, իր ներքին վեճերը հոգևորականներն են որոշում, որոնք դատական իշխանություն ունեն, եւ եթե որևէ մի հայ դառնում էր կաթոլիկ կամ բողոքական, ինքը արդեն հայ քրիստոնյա չէր, այսինքն հայը հայ քրիստոնյան է, որը հայ առաքելական եկեղեցու հետևորդն էր։ 19-րդ դարում եկավ ազգայնականությունը, հետո անկախ պետություն 2 տարի, հետո խորհրդային միությունում հանրապետություն պետական կարգավիճակով, հետո անկախ Հայաստան։ Այսինքն այս տրանսֆորմացիաները հայ քրիստոնյայից դեպի ինչ որ մի նոր բան տեղի է ունենում, ինչ որ Ֆրանսիայում տեղի ունեցավ։ Հիմա մեր այս նոր տրանսֆորմացիայում այլ որ արժեքային համակարգներն են։ Ստեփան, ամբողջ խնդիրն է, որ դու բերեցիր Ֆրանսիայի օրինակը, ես կարող եմ բերեմ Կատալոնիայի օրինակը։ Կատալոնիայի օրինակում, որտեղ որ օրենքը ընդունված, համաձայն որի կատալոնացի համարվում է ցանկացած մարդ, որ իրեն համարում է կատալոնացի։ Պարզ ինչ որ բանաձև է։ Հայաստանում այդ ինքնության զարգացումները եղել են ոչ համակարգված։ Չկա պետություն ինչ որ մի հատ համակարգ, որը որ ոնց որ Ֆրանսիայում դա որոշակի գաղափարախոսություն, ու այդ գաղափարախոսությունը տանի առաջ։ Այսինքն պետությունը չի կոդավորում ինքնությունը։ Երբեք, նու կամ հասարակական որևէ ինստիտուտներ երբևիցե չեն զբաղվել նրանով, որ տան հայկական ինքնության կոդիֆիկացիան։ Եվ կոդիֆիկացիան պարտադիր չէ, որ լինի Արարատը, ցեղասպանությունը, եկեղեցին, կա նաև միջմարտկային հարաբերություններ, միջմարտկային հարաբերություններով քաղաքակրթություններ են ձևավորվել, ազգեր են ձևավորվել։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք ինչ է հայը, արդյոք հայը նա է, որը սուտ չի խոսում, որը իր խոսքի տերն է, որը ծերերին չի թողում կամ կանանց նեղացնեն, ինքը պետք է անպայման միջամտի։ Այդ կոդեքսները խորհրդային շրջանում որոշակիորեն կար։ Նու վերջինը կա հայկական կոդեքսում, մեծերի նկատմամբ դա ընտանեկան կոդեքսի հատված է, սուտ խոսալը չէ, ազնիվ լինելը չէ, այդ կոդեքսում չկա, բայց այո, մեր ինքնության կարևորագույն խնդիրները մեր արժեք սիմվոլներն են։ Դա Արարատը, ցեղասպանությունը, ուզենք թե չուզենք դա տենց է։ Նաև դարերով եկած հայ քրիստոնյա, ուրեմն էթնոնիմը, որը որ մենք հետևաբար մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ասենք մինչև էդ ինչ որ բավական արագ տարածվեց այդ առաջի քրիստոնյա եւ այլն, եւ այսինքն քրիստոնեությունը որպես ազգային կոդի հատված ինքը շատ կարեւոր է։ Արթուր, տես մենք խոսեցինք, որ այս իշխանությունը ուզում է փոփոխություններ ենթարկի այդ կոդավորումը, ինչի համար, որովհետեւ ըստ եղած կոդավորման իրենց դավաճան են համարում։ Այսինքն որպեսզի դավաճան չլինես, պետք է կոդավորումը փոխես։ Եվ ինքը ինչ ասում, ասում է ցեղասպանության հարցը եկեք մի կողմ դնենք, որովհետեւ եթե ցեղասպանությանից ենք խոսում, մենք Թուրքիայի հետ չենք կարող հարաբերություններ հաստատել։ Եկեք Արցախից վերջնականապես փակենք այդ հարցը, որովհետեւ Ադրբեջանի հետ խաղաղություն մենք չենք ունենա։ Եվ եկեք այդ խորհրդանիշները փոխենք։ Եկեղեցին է հաջորդ կարևոր ինստիտուտը, ինքը հիմա պայքար է տանում եկեղեցու դեմ, իրականում ոչ ինչ որ կուսակրոնության հարց կա եւ այլն, բոլոր եկեղեցիներում ավելի սուր, քան Հայաստանում, հայկական եկեղեցում այդ հարցերը կան, բայց տրանսֆորմացիաներ են անում, փորձում են շտկել իրավիճակը, բայց չեն ոչնչացնում։ Ինքը ըստ էության ոչնչացնում է եկեղեցուն եւ արդյունքում ոչնչացնում է Սփյուռքը։ Այսինքն հիմնական կոդերի ոչնչացում է գնում գումարած սեռական հեղափոխության քարոզը եւ նաեւ ամենակարևորը լավ ապրելն է, լավ ուտելն է, այսինքն այս փոփոխությունները ես մի հատ ուրեմն վերջի իմ հարցման ժամանակ 86%-ի համար Արարատը ու ցեղասպանությունը, ինչպես նաեւ հայկական խաչը ունեն ամենակարևոր
արժեքների կարգավիճակ, ամենակարևոր, եվս 7-8%-ի համար ինչ որ կարևոր, հետևապես այդ անգամ իրեն ընտրողների զգալի հատվածը չի կարա իրեն պատկերացնի առանց այդ արժեքների, ուրեմն եկեղեցի, Արարատ ու ցեղասպանություն։ Առաջանում է հարց, երբ որ ինքը ընտրություններում որոշակի ձայները հավաքում, այս վերջի ընտրություններին, հա, Գյումրիի, Վաղարշապատի, ապա այդ ընտրողները, եթե 86%-ի համար կարևոր են այդ արժեքները, իրենք ձայն են տալի այդ արժեքի դեմ հանդես եկող քաղաքական ուժին, դա ոնց կբացատրես։ Հիմա Ստեփան, նայ, կա երևակայի մինչև 40% հատված, որը որ որևէ ձևով չի համակերպվի, եւ դու ասցիր, որ կան մարդիկ, որոնք որ ասում են, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, մեզ Հայաստանից կգնամ։ Դա, ասենք, այդ տիպի մտածող մարդիկ կազմում են 35% առնվազն։ Իսկ որոնց համար դա կյանքի իրանց ինքնության կարևորագույն էլեմենտն է։ Եվ ամենակարևորներ, որոնք ասում են, եթե մենք չվերարտադրվենք, Հայաստանից գնալու ենք։ Հա, դա 7% են, թող գնան, խնդրեմ չկա։ Սենց ասեմ, ուրեմն, բայց տեսեք, եթե մենք ուզում ենք, մենք պարտավոր ենք հիմա ինչ-որ ձևով կոդիֆիկացիան անենք, քանի որ մարդը կա, որը որ հայ ելնելը բացատրում է ավելի շատ ընտանիքով։ Հետևապես, եթե իր համար կարևորը իր ընտանիքն է, ավելի, որպես հայի, իր համար սոցիալական հարցերը ավելի առաջնային են։ Իր համար ընտանիքի ներսի հարաբերությունները, որոնք պահանջում են որոշակի ստանդարտ տնտեսության զարգացման եւ այլն առաջնային են, հետեւապես մենք այդ մարդկանց չենք կարող համարենք ոչ հայ։ Հա, այսինքն եթե կոդավորման մեջ կա այն, որ այդ մարդը հայ է, հա, ընտանիքը հայկական կոդավորման մեջ է, այն մարդիկ, որոնք որ կոդավորված հասարակությունը չի տվել, իրանք ինչ-որ ձևով իրենց համար բացատրել են, ու այդ բացատրությունը գնացել է ընտանիքով, այդ բացատրությունը գնացել է համայնքով, ընկերներով, ճիշտ տղամարդ լնել, ճիշտ կին լնել, եւ այլն, լավ մասնագետ եմ, չէ, այսինքն ես պետքա լավ մասնագետ եմ։ Լավ արհեստավոր եմ, ես իսկական հայ եմ, արհեստավոր մարդ եմ, ճիշտ է։ Խարտաշ եմ, կամուրջների շինարար եմ, եկեղեցի եմ։ Հիմա այս մարդկանց, եթե մենք ուղակի դուրս գցենք ու վերցնենք միայն այն հատվածը համարենք հայ, որոնց համար այդ արժեքները ավելի կարևոր են, քան մնացածը, դա ընդամենը, սենց ասեմ, ես գիրքը կարդում եմ, սա ես եմ հասկանում, այն մեկը նա է հասկանում, սա հայկական բնական կոդերի տարբեր բաժանումն է։ Արտուր, հիմա այդ հայի ինքնությունը կոդավորված չի։ Պետությունը ստանդարտները չի կարողանում դնել, եւ դա ոչ միայն խոսքը այսօրվա գործող իշխանության մասին է։ Հիմա այս իրավիճակում մարդիկ երևի մի մաս հասկանում են, մի մասը չի հասկանում, որ 26 թվականի ընտրությունները դա նաև ինքնության հետ է կապված, այսինքն մարդիկ ինքնություն են ընտրում կամ ինքնություն են մերժում կամ ինչ-որ նոր ինքնություն են փորձում գտնել այս ընտրության միջոցով։ Հիմա հարցը հետևյալն է, եթե այս իշխանությունը եւ նախորդ իշխանությունը այդ կոդավորումը չեն կարող տալ, պետության գործը կոդավորում եւ ստանդարտիզացիան է, չէ, հանրային կյանքը։ Ովքեր կարող են, ասենք, այդ կոդավորումը տալ, այսինքն մենք խոսացող գլուխների մասին, կան անհատներ, բայց ինչ-որ հանրային process-ներ ձևավորելու անհրաժեշտություն կա, որը նաեւ արժեքային համակարգ ձևավորի եւ նաեւ հանրությանը կոչով հանդես գա։ Ստեփան, ես ասեմ, որ մենք ունենք մի նոր իրավիճակ, երբ որ այդ նախկին ներկա ուրեմն կոնստրուկտը փլվել է, բայց մինչև այդ շատ հարմար տեղ էր, որ մարդիկ սպասում էին, թե երբ է process-ները զարգանալու, կարևորագույն թեզերից մեկը նա էր, որ չկա մի ուժ, որը տա ազգային գաղափարախոսություն։ Եվ այդ ուժը պարտադիր չի լինի կուսակցություն կամ քաղաքական ուժ։ Այո, այսինքն դա կարա քաղաքական ուժերի
կոալիցիա լինի, համակարգ լինի, կամ ոչ քաղաքական ուժերի են։ նաև ոչ քաղաքական եւ ոչ քաղաքական Այսինքն իրական քաղաքացիական հասարակություն, այլ ոչ թե այն, որոնց իրենց հրճակել են քաղաքացիական հասարակություն մի քանի մարդիկ, որոնք արտաքին պատվեր են։ Հասարակությունը պահանջ ունի, որ լինեն կոդիֆիկացված ավելի լայն կոդիֆիկացիա նրա թե ինչ բան է հայ ու հայաստանցի, հա, դրա պահանջը կա, բայց նաև նշեմ, որ տեղական ընտրությունները, հա, ինքնության հետ կապելը ավելի դժվար է, քան համապետական։ Ու ես համոզված եմ, եթե ընդդիմությունը գլոբալ առումով, այսինքն հակաիշխանությունը, հակաիշխանական թևը, որը պարտադիր չի քաղաքական ուժեր լինեն միայն։ Ոչ միայն ոչ թե պարտադիր չէ, այլ պետք է լինեն ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական ուժեր, ու եթե այդ լայն կոալիցիաները ճիշտ ձևավորվեն, ապա ես համոզված եմ, որ 86% հասարակությունը, որտեղ 86%-ի համար ցեղասպանությունը, եկեղեցին եւ Արարատը ունեն առաջնային նշանակություն, չի հանդուրժի գործող իշխանությանը։ Միայն ու միայն ուրեմն մանիպուլյացիաների, ռեպրեսիաների եւ դրան գումարված քաղաքական ընդդիմության հնարավոր հիմարությունների ուրեմն սինթեզը կարաբերի պարտության։ Հակառակ դեպքում, դաժե եթե ուղակի հիմարություններ չարվեն, անգամ ռեպրեսիաներով իրանք չեն կարողանալու վերարտադրվեն, ես համոզված եմ, քանի որ մենք ունենալու ենք ավելի բարձր ընտրական ակտիվություն, քան իրենք կսպասեն։ Շատ պարզ պատճառով ինքնությունը, ոնց ասեմ, ես ամենաշատ շահագրգռող չափանիշներից մեկն է։ Իր մեջ ներվ ունեցող։ Ներվա դա, այո, դա կպնում է ներվ, այսինքն ինքնությունը, տեսեք, Ֆրեյդը, որ ասում է դա ենթագիտակցություն է, դա իսկապես ենթագիտակցություն է։ Ես չեմ կարող վերակառուցվեմ ու որպես մարդ, այսինքն որպես մարդ ոչ թե ֆիզիկական, այլ սոցիալական եւ գաղափարական, ես պիտի վերանամ ուղակի։ Ես չեմ կարող վաղվանից ասեմ, ես այլևս օրինակի համար ամերիկացի եմ։ Հնարավոր չի դա։ Արտուր, ինքնության թեման շատ Այսինքն հայ լինելու համար, ապրելու համար ինձ հայ լինելը անհրաժեշտ է։ Եվ նաև ինչ է հայը, այսինքն ինքնության թեման շատ կարևոր է, ինքը տրանսֆորմացվում է, բայց ինքը պետք է ունենա արմատներ։ Այս թեմայով կարելի է խոսակցությունը շարունակել, որտեղ դա շատ կարևոր թեմա է, բայց այսօրվա համար շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, ինձ թվում է, հա, պետք է այդ թեման շարունակվի, քանի որ ոնց որ այստեղ շատ գործ կա անելու։ Շնորհակալություն։